այս պահին առաջին լրատվականի տաղավարում մենք հյուրընկալել ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Բարի երեկո, պարոն Փաշինյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Փաշինյան, դուք ձեր ստեղծման հենց հիմնադիր համագումարում որպես ձեր կարևոր առաջնահերթություններից նշել եք, որ մասնակցելու եք նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ ինչը որ կարծեք թե եւ անում եք, բայց առաջադրել եք երկու կարևոր քաղաքներում Վանաձորում եւ Գյումրիում համամասնական ցուցակ, բայց մնացած համայնքներում կարծեք թե ձեր մասնակցությունը բավականին պասիվ է, 4 կամ 5, եթե սխալվում եմ, համայնքներում եք տեխնացուներ առաջադրել, ինչու։ Դե գիտեք, նախ մենք մի տարի առաջ ստեղծված կուսակցություն ենք եւ երկու ամենախոշոր համայնքներում Երևանից հետո մասնակցում ենք եւ համամասնական ցուցակներով ենք մասնակցում։ Մենք այս պահին այդ առաջարկը ունենք հանրությանը եւ մենք աշխատում ենք եւ սա այս ընտրություններին լիարժեք մասնակցել այդքանով։ Այդքանն է այս պահին։ Այո, գիտեք, որովհետև տեսեք, շատ կարևոր է, մենք ասել ենք, որ նաև պետք է լինեն տեխնացուներ, ովքեր պատրաստ լինեն մտնել այդ պայքարի մեջ, որովհետև դա հեշտ որոշում չէ մարդկանց համար, այդպիսի քաղաքական քայլ կատարել, մտնել այդ պայքարի մեջ։ Այս պահին մենք այդպիսի հայտով ենք ներկայանում, քաղաքական process-ը իր հետ կբերի նոր մարդկանց, նոր տեխնացուների, նոր համայնքներ եւ մենք կանենք շարունակաբար եւ հետեւական մեր հետագա քայլերը։ Պարզապես մեկ ընդդիմության, այսպես ձեր հավակնությունների ֆոնին ենթադրելի էր, որ միգուցե ավելի մեծ մասնակցություն կլիներ եւ այս համատեքստում հարցս հետեւյալն է. ինչպիսի ակնկալիքներ ունեք այդ ընտրություններից եւ դուք առիթ ունեցել եք հայտարարելու, որ դուք մարդկանց չեք առաջնորդելու դեպի պարտություն, այս պահի դրությամբ ձեր գնահատականներով դեպի ուր եք առաջնորդելու այս թիմ ընտրությունները։ Գիտեք, ընդհանրապես շատ կարեւոր է ճիշտ հայտարարությունները դնել ճիշտ դարակներում։ Որովհետև երբ որ կան շատ հայտարարություններ, որ ես հանդես եմ եկել, եւ այդ հայտարարությունները տարբեր մեկնաբանությունների են տրվում եւ շատ հաճախ ընդհանրապես անդրադարձ չի կատարվում բուն մեկնաբանությանը։ Առաջին սկսեմ մեկ ընդդիմությունից։ Մեկ ընդդիմությունը այսպեսի մի կախարդական փայտիկի հարված չի, որ դա փայտիկով հարվածեցի եւ ամբողջ Հայաստանում տենց մեկ ընդդիմությունը սենց բան ալիքներով տենց ծավալվեց։ Դա քաղաքական process է եւ այդ քաղաքական process-ը նախ սկսում է տեսությունից, գաղափարից, իդեայից, որը առաջարկվում է հանրությանը եւ ինքը ունի իր զարգացման որոշակի փուլերը։ Հաջորդը մարդկանց չենք առաջնորդելու պարտության։ Սա այս ձևակերպումը ընդհանրապես որևէ կապ չունի ընտրական process-ի հետ։ Մենք ասել ենք, որ երբ որ մարդկանց ասենք, այ մենք հիմա սկսում ենք մի process, որը մարդկանց կոչ ենք անում գալ հրապարակ Սերժ Սարգսյանին հեռացնելու process-ը մեկնարկելու, դրանից հետո մենք պետք է շատ կարճ ժամանակում այդ process-ը իրականացված տեսնենք։ Արդեն ասել եք մեկ անգամ եք խոստանալու եւ խոստանալու դեպքում անելու եք։ Ոչ թե խոստանալու, այլ մեկ անգամ ենք, երբ որ մենք հայտարարենք, որ ահա այս մենք ասում ենք նախապայմաններ են հարկավոր իշխանափոխություն իրականացնելու համար։ Մենք միջև չունենք այդ նախապայմանները, մենք չենք հայտարարելու իշխանափոխության հետ հաշվարկի բանը, այդ process-ը։ Հիմա այս թիմ ընտրությունների մասը եթե փոխենք, չէ, շատ կարևոր շեշտադրում կա։ Ինչ վերաբերում է ընտրական process-ին, պետք է ասում եք որևէ քաղաքական ուժ, ինքը ասի ես ընտրություններին մասնակցում եմ եւ այդ ես ընտրություններին մասնակցում եմ, ուրեմն ես մենակ հաղթելու եմ, բացառվածա որ ես չհաղթեմ, որ ընտրությունները ունեն մի առանձնահատկություն։ Ընտրողը ինքն է որոշում ով է հաղթում։ Եթե քաղաքական ուժն է որոշում ընտրողի փոխարեն, դա շնորհակալ հանրապետական կուսակցությունն է։ Քաղաքացիական պայմանագիրը չի կարող ընտրողի փոխարեն որոշել, թե ընտրություններում ով է հաղթելու։ Մենք կարող ենք ասել մեր ասելիքը, մենք կարող ենք հանդես գալ մեր առաջարկով, գնահատական առաջարկի, արդեն ընտրողինն է։ Եվ այս առումով մենք ուրիշ բան ենք ասում, մենք ասում ենք, որ այնտեղ որտեղ ընտրություններին մասնակցում ենք, մենք ընտրողների տված, մեզ տված ամեն մի քվեն կպահենք։
Բայց եթե քվեարկության արդյունքում ընտրողը որոշեց, որ պետք է հաղթի ուրիշ կուսակցություն, դա արդեն ընտրողի որոշումն է, դա չի նշանակում, որ մենք ենք ընտրողին առաջնորդել դեպի պարտություն, այդ նշանակում է, որ ընտրողը ինքն է իրեն առաջնորդել դեպի պարտություն։ Բայց մի տեսակ հարմար, այսպես դիրքորոշում չի, հեշտ դիրքորոշում։ Ընդհակառակը, ներողություն անելու, որ այդ ընտրողը պաշտպանված լինի օրինակ թաղայինների, քրեական հեղինակությունների ընտրատեղամասից դուրս իրենց վրա գործադրվող ճնշումներից։ Այլ որպես քաղաքական ուժ այդ մասով ինչ եք պատրաստվում։ Որպես քաղաքական ուժ, ուրեմն ցանկացած մարդ, ով մեզնից պաշտպանություն կակնկալի թաղային հեղինակություններից, ոչ թաղային հեղինակություններից, պպզածներից, նստածներից, կանգնածներից մենք այդ բանը կապահովենք այդ մարդկանց իրավունքները։ Գիտեք, խնդիրը մի քիչ ավելի լայն կոնտեքստում, եթե դիտարկենք, պարոն Փաշինյան, ինչ է պետք անել, որպեսզի մթնոլորտը փոխվի, որպեսզի ընդհանրապես, հա, ընտրատեղամասում ասում եք, պահում ենք քվեն, բայց դուք էլ եք ընդունում Հրազդանի ընտրությունները աչքի առջև ունենալով, որ հիմնական խախտումները ընտրատեղամասից դուրս էին, այ ինչ պետք է անել, որ դա փոխվի, որովհետև կարող է արդյունքում լինել այնպես, որ էլի նորից հերթական անգամ ասեք, որ մենք մեր քվեներին տեր կանգնանք, բայց ցավոք մինչ տեղամաս հասնելը պատկերը փոխված էր։ Գիտեք, խնդիրը հետևյալն է, քաղաքական գործունեությունը առաջարկ է հանրությանը։ Հանրությանը ինքը պետք է որոշի, այդ առաջարկը իր համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Ես ընդհանրապես չեմ ընդունում քաղաքական գործունեության այն տեսակը, որ հանդես են գալիս քաղաքական գործիչներ եւ իրենք ասում են՝ մենք գիտենք ժողովուրդը ինչ է մտածում, այն մենք գիտենք ժողովուրդը սենց է քվեարկել, մենք գիտենք ժողովուրդը այսպես կանի, մենք այդպես չենք վարվել, մենք ասում ենք, որ կա, սա մեր առաջարկն է։ Եվ որևէ, օրինակ, իշխանափոխության պրոցես հայտարարելուց առաջ մեզ համար շատ մեզ համար շատ կարևոր է իշխանափոխություն իրականացնելու համար հանրային ժողովրդի կամ մարտահայտությունը, որովհետև իշխանության տերը ժողովուրդն է։ Եթե որևէ քաղաքական ուժ հավակնում է հարկադրել ժողովրդին այս կամ այն լուծման, ուրեմն դա հանրապետական կուսակցությունն է Սերժ Սարգսյանի հետ։ Հաջորդը մենք ասել նույն Հրազդանում ահազանգեր կային տասնյակ ընտրակաշառքների մասին եւ ես քաղաքացիներին, տասնյակ քաղաքացիների, ովքեր ասել են, որ կաշառք ենք բաժանում, ասել եմ կանգնեք տեսախցիկի առաջ, գրեք թղթի վրա ստորագրեք, տվեք վկայություն եւ ես երաշխավորում եմ ձեզ, որ այդ ընտրակաշառք տված առաջարկած մարդը կդատվի։ Բայց եթե մարդիկ գնում են ընտրակաշառք են վերցնում եւ ինձ տեսածը չեն ուզում բացատրել։ Իսկ ինչպես է երաշխավորում, այ շատ հետաքրքիր է, մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ բացահայտվել է, որ ընտրակաշառքի ընտրակեղծիքների դեպքեր եղել, հանրությունն էլ շատ լավ գիտի, որ տարբեր ձևերով այդ մարդիկ շատ կարճ ժամանակ անց կամ ազատ են արձակվում, դա ամենավատ դեպքն է, կամ ուղղակի ինչ որ տուգանքով դուրս են գալիս կամ այլ հիմքերով։ Հիմա այդ քաղաքացին արդյոք իրեն կարող է պաշտպանված զգալ, նման ցուցմունք տա, ենթադրենք ինչ որ դատական գործ լինի։ Ասենք նույն վաղը թաղային հեղինակությունը չգնա եւ չսկսի։ Ես ասում եմ, որ ցանկացած քաղաքացի, ով թաղային հեղինակությունից պաշտպանվելու անհրաժեշտություն կունենա, մենք կպաշտպանենք իրեն։ Թող ինքը դառնա մեր թիմի անդամ եւ ինքը պաշտպանված կլինի, որևէ խնդրեմ չի ունենա։ Որովհետեւ հասկանում եք, այդ ես ընդհանրապես զարմանում եմ մեր մտածողության եւ տրամաբանության վրա։ Այսինքն քաղաքական գործիչը եւ լրագրողը, ազգային ժողովի падգամավորը պետք է ստուդիայում ուղի եթերում քննարկի թաղային հեղինակության գործոնը։ Բայց դա ցավոք իրականությունն է։ Դա իրականությունն է, որովհետև մենք թաղային հեղինակությունով իր վզից բռնում ես, շպրտում ես, եթե դու քաղաքական ուժ ես, եթե դու քաղաքական թիմ ես, եթե դու կարողանալու եք դա անել Գյումրիում, օրինակ, որտեղ գիտենք, որ այդ տարերը բավականին ազդեցիկ են։ Եվ երկրորդ հարցը։ Չէ, եկեք Գյումրիում կարողանալու եք անել այդ հարցին պատասխանել։ Մենք մեզ տված ամեն ձայնի տեր ենք կանգնելու։ Մենք մեզ տված ամեն ձայնի տեր ենք կանգնելու։ Տեղամասին երկրորդը ինչ վերաբերվում է դու կարևոր հարց տվի, ես մոռացա այդ հարցը։ Հուսամ զրույցի ընթացքում մենք դեռ կհիշենք եւ կվերադառնանք դրան, բայց մի րոպե, ես էլի եմ ասում, քաղաքական գործունեության ընթացքում բազմիցս են եղել դեպքերը, երբ որ քաղաքացին
ասենք գնացել է 5000 դրամ է վերցրել, գնացել ընտրական տեղամաս քվեարկել, հետո եկել մեզ ասել դե մի բան արեք, այս երկրում մի բան փոխեք։ Ոչ, այդպես չի լինում։ Քաղաքական փոփոխությունը սկսում է քաղաքացու քաղաքական ընտրությունից։ 5000 դրամով քվեարկած, թեկուզ 5000 դրամով Սերժ Սարգսյանի, նրա թիմակցի, նրա սատելիտների արբանյակներից որևէ մեկի օգտին քվեարկողը լեգիտիմացրել է արդեն իշխանությանը։ Ուզում եմ մենք ճիշտ հասկանանք, տվեք ժողովրդի կամ արտահայտություն, մեր ողջ քաղաքական գործունեության ընթացքում սա մեր առանցքային գործունեության անկյունակարն է։ Դուք քաղաքացիներ ցույց տվեք, որ մեզ լիազորում եք իրականացնել իշխանափոխություն եւ մենք ձեզ կտանք իշխանափոխություն։ Եթե դուք գնում եք 5000 դրամ եք վերցնում, մեկը գործից է վախենում, մեկը սրանից է վախենում, մեկը նրանից է վախենում, մեկը նրանից է վախենում։ Կներեք, մենք ձեզ կարող ենք օգնել, որ դուք ձեր վախերը հաղթահարեք, բայց դուք դա պետք է ուզենաք։ Այդ վախը թե ընդհանրապես արդարացում է ինչ-որ բան չանելու։ Իհարկե ձեր մոտեցումը հասկանալի է, բայց արդարացումը ինչ-որ բան չանելու հետ կապված է մյուս տեսանկյունից, եթե նայում եք, դուք ասում եք տվեք մեզ, մենք անենք։ Ես հարցնում եմ, իսկ դուք ինչ եք անում օգնելու համար քաղաքացիներին, որ ձեզ տան, որ լինեն ավելի պաշտպանված եւ կարողանան ձեզ տալ իրենց քվեն։ Սեփական օրինակով ենք ցույց տալիս։ Մեր այն քաղաքական ճանապարհը, որ մենք անցել ենք, կոնկրետ ես անցել եմ բանտերով, քրեական գործերով, հետապնդումներով եւ այդ ամեն ինչով անցել եմ, եւ հիմա այստեղ եմ եւ ասում եմ, տեսեք, ես այստեղ եմ եւ ես ձեզ ունեմ այս առաջարկը, սեփական օրինակով։ Այդ որ ասում են բավականին փշոտ ճանապարհ եք առաջարկում, որ այդքան էլ իրատեսական չի, որ մեծ թվով մարդիկ կարող են ներողություն, ես այդ բանը ինչ նշան իրատեսական է, որ մենք հայրենիք ու պետություն պետք է ունենանք։ Այդ որոշեք։ Ինչ նշանակում իրատեսական չի, ինչը իրատեսական չի։ Եթե ես ինչա բան եմ, սուպերմեն եմ, այդ ճանապարհը անցել եմ, ինչով իրատեսական չի, ես հիմա ձեր դեմ նստած չեմ։ Դրա համար էլ դուք քաղաքական Չէ, ուրիշ հիմա այդ իրատեսականի հետ կապված, հիմա օրինակ քաղաքակուսակցություններ կան, որ օրը 4 հատ բան են բացում, կեղծ օկտատեր են բացում, սկսում են բան անել, քաղաքացիական պայմանագրի մասին լուրեր տարածել, մենք էլ ինչ են ասում են, այ օրինակ ԲՀԿ-ական ֆեյքերը կոնկրետ։ Ինչ են ասում, այ ասում են իրանց թույլատրված է Սերժ Սարգսյանին իշխանության մեջ բոլորին բան անել, քննադատել ամենասուր ձևով։ Իբր մեզ իշխանությունը թույլատրել է, որ ում ուզում եք քննադատենք։ Հələ մի հատ այս փաստը հələ մի հատ հիշենք իրենց ձևակերպումը եւ մի հատ հարց տանք իրենց։ Բայց դեպքում ինչի դուք ԲՀԿ-ականներ, ՕԵԿ-ականներ եւ մնացած հաճախորդներ, դուք ինչի բա սուր չեք քննադատում։ Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ ձեզ թույլատրված չի, դուք դրա համար չեք անում։ Տեսեք, ես ուզում եմ մեջ բերել ձեր հիմնադիր համագումարի ընթացքում հնչեցրած ելույթից մի հատված ձեր թույլտվությամբ։ Քաղաքական բանավեճերի ընթացքում մենք պետք է հիմնվենք բացառապես փաստերի եւ փաստարկների վրա եւ պետք է հրաժարվենք մեր կապարանոց պնդումներից, մի երևույթ, որ հայաստանյան քաղաքական իրականության մեջ հաճախ արժեզրկում է ասելիքը եւ ամբողջական քաղաքական process-ները։ Մի բան, ինչի մասին, ինչի օրինակը ըստ էության քիչ առաջ բերեցիք, բայց պարոն Փաշինյան, շատ լավ օրինակ էր, տեսեք։ Ես հարցս տամ, եթե կարելի է, բայց ձեզ եւս ընդդիմադիր դաշտի այլ ուժերից մեղադրում են, որ դուք առանց կոնկրետ փաստեր նշելու ձեր տարբեր ընդդիմադիր դաշտի գործընկերներին որակում եք որպես պրոյեկտներ, իշխանության պատվերներ կատարողներ, դե ինձ թվում է դուք ինձանից ավելի լավ քաղաքական ուժերին նկատի ունեք։ Օրինակ նույն Լուսավոր Հայաստանի ղեկավարին եք նշում, օրինաց երկիրը, Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, համեցեք։ Լուսավոր Հայաստան, դուք ասում եք, որ առանց փաստերի, Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոնդ Մարուքյանի վերաբերյալ, ես երկում եմ երկու փաստ, քվեարկությունների, ասել եք արդեն։ Երկու փաստ, որը որևէ մեկը չի կարող հերքել, բնության մեջ։ Առաջինը, պարոն Մարուքյանը երկու անգամ վստահության քվե տվել կառավարության։ Արդեն ասել եք, նա էլ պատասխանել է, պարոն Փաշինյան, ուրիշ։ Չէ, մի րոպե։ Հիմա բյուջեի եւ կառավարության ծրագրի կողմ քվեարկել է։ Դրանք փաստեր են, թե փաստեր չեն։ Փաստ է այն, որ դուք Էդմոն Մարուքյանին այդ ամենը իմանալով հանդերձ հրավիրել եք համագործակցության քաղաքացիական պայմանագրին։ Փաստը դա եղել է 2013 թվականին։
Երբ արդեն մի անգամ նա հասցրել է քվեարկել ձեր անցած ճանապարհի 15%-ը եւ ուրիշ բանա անցած ճանապարհի 95%-ը եւ գուցե թե դրանով պարոն Մարուքյանին որպես երիտասարդ քաղաքական գործիչ ես փորձել եմ շանս տալ։ Հիմա բայց կա ուրիշ թեմա, որի մասին ես ուզում եմ անդրադառնալ, ընդդիմությունների միավորման գաղափարը։ Մենք ասում ենք, որ հիմա մեզ համար այդ գաղափարը այլևս փակված, այդ դաշինքային հարաբերությունների գաղափարը այլևս փակված թեմա է։ Ինչու՞, որովհետև այո, հիմա շատերը կան ասում են, բա ինչի լուսավոր Հայաստանի հետ, օրինակ Էդմոն Մարուքյանի հետ չեք համագործակցում։ 2013-ին հենց դուք ասցիք, հենց պարոն Մարուքյանն է խոստովանել, որ մենք այդ համագործակցության փորձը արել ենք։ Այսինքն ինքը չի ցանկացել համագործակցել։ Նա քաղաքական ուժ չուներ դեռ անհատ է։ Իսկ գուցե նրա պատճառով, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելով արդեն չէր կարող կողմ քվեարկել կառավարության ծրագրերին, չէր կարող կողմ քվեարկել կառավարության բյուջեներին։ Տեսեք, մեզ ինչ են ասում։ Մեզ ասում են, այ, դուք ասում եք մեկ ընդդիմություն, դուք մերժում եք ընդդիմության միավորման գաղափարը, ճիշտ է։ Բայց տեսեք, բոլոր մենք միակ քաղաքական ուժն ենք, ով ռեալ ճիշտ ժամանակին ռեալ քայլեր է անել ընդդիմադիր դաշտում միավորում ապահովելու համար։ Ինչ նկատի ունեմ, 1. Դուք ինքներդ հիշատակեցիք, որ 2013 թվականին մենք պարոն Մարուքյանին որպես երիտասարդ քաղաքական գործիչ փորձել ենք շանս տալ, որ ինքը գա եւ այս բանում։ Բայց ինչ եք կարծում, որ դա իր միակ շանսն էր։ Այդ մարդը իր քաղաքական ուժն է ստեղծել եւ ձեր հիմնական մրցակիցներից մեկն է։ Շատ լավ, ստեղծել է, դե ուրեմն մեր առաջ մի դրեք միավորման։ Ես չեմ դրել, դուք ինքներդ եք ասում, ես չեմ ասում։ Մյուս քաղաքական ուժերին ասեցիք հերթով կանդրադառնալ։ Այո, հերթով կանդրադառնալ։ Այսինքն ստեղ մենք այն ժամանակ, երբ որ մենք ջանքեր գործադրել ենք միավորման համար, չի ստացվել, ուրեմն այդ թեման փակվեց։ Եռյակի ժամանակ, երբ որ նրանք իբր իշխանափոխություն էին անում եւ մեզ ասում էին, որ այ եկեք միավորվեք, մենք ինչ արեցինք, ասենք այս Սերժ Սարգսյանի իմպիչմենտի ծրագիր ենք ներկայացնում։ Խնդիրը ոնց որ ստորագրեք մենք արդեն համարվեցինք, որ միավորվեցինք։ Նրանք մերժեցին այդ քայլը եւ գնացին իրենց ճանապարհով ու տեսան ուր հասան։ Հաջորդը Խորենացի փողոցի ժամանակ մենք միակ ուժն էինք, որ բայց դուք մոռացաք մինչ այդ մի բան շատ անցակ հիմնադիր խորհրդարանի առաջնորդների Ժիրայր Սեֆիլյանը մի քանի անգամ ձեզ ասում էր Նիկոլ եկեք Նիկոլ արի դուք չգնացիք։ Ընդհանրապես մեր դիրքորոշումները հասկանալու համար պետքա երկու մեր արած սկզբունքային հայտարարություն արձանագրենք։ Առաջինը, մենք ժողովրդին չենք տանելու պարտության։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք, որ փողոցում, հրապարակում չկա այդ փոփոխության շանսը, դա ընդամենը տեղապտույտային ինքնանպատակ process է, մենք անկեղծ դա ասում ենք, եւ երկրորդ հայտարարությունը մենք ասել ենք, բացառվում է, որ Հայաստանում իշխանափոխություն չլինի, միայն այն պատճառով, որ մենք ձեռնպահ ենք մնացել մասնակցել։ Ահա, երբ որ մենք սահմանադրական փոփոխությունների գործընթացը մենք հայտարարեցինք, որ դա կեղծ գործընթաց է եւ դա ոչ մի բանի չի բերելու եւ դա իրականացավ։ Դուք տեսաք, որ իրենք են ինչ որ process տարան, վերջում ուղակի սուսուփոս թողեցին հրապարակից հեռացան։ Խորենացի փողոցում մենք տեսանք, որ շանս կար, մենք գնացինք եւ այդ շանսին տվեցինք քաղաքական ձևակերպում, քաղաքական ձևակերպման արդյունքում մինչև ամսի 22-ը հրապարակ էր գալիս 300-ից 500 հոգի, քաղաքական ձևակերպման արդյունքում լցվեց այդ հրապարակը, այսինքն փողոցը ըստ էության լցվեց, որից հետո պարզվեց, որից հետո տեղի ունեցան process-ներ, որի մասին ես հայտարարել եմ, եւ տեղի ունեցավ իրենց կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հրաժարում, որի արդյունքում մենք այդ լեփ-լեցուն հրապարակը հանձնեցինք իրեն եւ ինչ եղավ արդյունքում դուք տեսաք։ Այսինքն ես ասում եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք տեսել ենք, որ շանս կա միավորման եւ շանս կա այդ միավորման արդյունքում բերել հաղթանակի, մենք կոնկրետ արել ենք կոնկրետ ապացուցելի քայլեր։ Հիմա ինչ վերաբերվում է օրինաց երկիր Աստծիկ ու Հայ ազգային կոնգրես, օրինակ երկիր, Բարգավաճ Հայաստան։ Հայ ազգային կոնգրեսի հետ կապված ես էլի կարող եմ հղում անել Լևոն Տեր-Պետրոսյանի
հուլիսի 22-ի խայտառակ հայտարարության վրա, որ դա ուղղակի աջակցություն էր Սերժ Սարգսյանին, ուղղակի աջակցություն, եւ ընդհանրապես այնտեղ կային նախադասություններ, որ ակնհայտորեն նույն տեղում ձևակերպված էին եւ այդ նախադասությունները տեղ էին գտել եւ Սերժ Սարգսյանի ձևակերպումների մեջ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպումների մեջ։ Օրինակ երկիր կուսակցություն։ Որոնք էին ներողություն, 1-2 օրինակ բերեք։ Բացի այն, որ պատճառների մասին առայժմ չխոսենք։ Ես արդեն ասացի, ես հրապարակում եմ դրա մասին ասել, որ չէ, թողեք ասեմ։ Երբ որ խոսվում էր այդ բանի մասին, Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալով, երբ որ ինքնաթիռի մեջ հարցազրույց էր տալիս եւ խոսք էր գնում 800 հեկտար կորսված տարածքների մասին, Սերժ Սարգսյանը ինչ որ ձևակերպումներ տալով ասում էր, որ այո, ուզում է թող գնա այդ տարածքները հետ վերցնի։ Մոտավորապես ձևակերպումը հետեւյալ։ Նույն ձևակերպումը Լևոն Տեր-Պետրոսյանը արել է հուլիսի 22-ի հայտարարության մեջ կապված Շուշիի հռչակագրի եւ Շուշիի խորհրդաժողովի կապակցությամբ։ Այո, նա ասել էր դա կլիներ լավ, եթե այդ մարդիկ կամուֆլյաժներով գնային Կալիշի։ Այո, այսինքն սա նույն մտածողության, սա քննարկված նույն ուղերձն է, բայց ի՞նչն է խնդրեմը, որ սա ասում են մարդիկ, ովքեր իրենք եղել են իրենց աշխատանքի բերումով գերագույն գլխավոր հրամանատար։ Գերագույն գլխավոր հրամանատար աշխատած մարդը այդ կարգավիճակում դե յուրե կամ դե ֆակտո եղած մարդը պիտի հասկանա, որ պատշաճ չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակում եղած մարդը ասի, ով որ ուզում է թող գնա գրավի։ Որովհետև գերագույն ես ամսի 22-ին այդ Սերժ Սարգսյանի կապակցությամբ ասացի, բայց սա ընդհանրապես վերաբերվում է այս դեպքերին, որովհետև գերագույն գլխավոր հրամանատարը կամ այդպիսի կեցվածք ունեցող կամ այդպիսի կենսագրություն ունեցողը գիտի, որ գերագույն գլխավոր հրամանատար չի ասում, ով ուզում է գնա գրավի։ Գերագույն գլխավոր հրամանատարը ասում է զորք շարվիր, զորք հավսար, զորք զգաստ, զորք արա էս։ Ձեր հարթակից հայտնի է це ելույթի հատվածն է։ Շարունակեմ մի րոպե, որ չասեք այն բանին չանդրադարձակ։ Օրինակ երկիր կուսակցություն 2008 թվին դե ֆակտո, 2013 թվին դե յուրե պաշտպանել է Սերժ Սարգսյանի տեխնացությունը։ Այսինքն մենք էս ինչ է, բան ինչ անենք, հետո որոշել է վերանայել է իր քաղաքական մոտեցումները։ Այսինքն ով ինչ ասես կարա անի, ու հետո վերանայի իր քաղաքական, հիմա Սամվել Ալեքսանյանը վերանայի իր քաղաքական դիրքորոշումները, որ Հեղինե Բիշարյանի հետ ինչ որ դուք Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաայսպես մտերիմ մերձավորն եք եւ նրա գաղափարակից, հա, ջատագովը։ Այսօր վերանայել եք ձեր դիրքորոշումը եւ հենց հիմա քննադատում եք պարոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը Ղարաբաղի հարցում։ Առաջինը, ես Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մերձավոր չեմ եղել երբեք, երբ նա եղել է իշխանության դաշտում։ Ես խոսում եմ 2008 թվականի նրա վերադարձի շրջանում։ Սա շատ կարևոր արձանագրում է։ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Գառնիում ինքն է հայտարարել, որ ոչ թե մենք ենք իրեն միացել, այլ ինքն է միացել մեր ընդդիմադիր քաղաքական պայքարին, եւ երրորդը 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արել ընդհանրապես 7 թվականին բոլոր ընդդիմադիրներին, ովքեր ուզում են Հայաստանում փոփոխություններ բերել, օգտագործեք ինձ որպես գործիք այդ փոփոխությունները իրականացնելու համար։ Չէ, դրա մեջ վատ բան չկա, մի արդարացեք։ Ես ասեմ, որ ամեն մեկը կարող է վերանայել իր քաղաքական մոտեցումները, ոչ, հիմա դա այսպես մահացու մեղք չէ։ Սկսած մահացու մեղք կա այն օրինաց երկրի դեպքում օրինակ, երբ որ դու Սերժ Սարգսյանին դեմ քարոզարշավ ես անում, հավաքում հակա Սերժ Սարգսյանական ձայները ու հետո այդ ձայները տանում ես մատաղ ես անում Սերժ Սարգսյանին։ Սա վերանայում չի, սա ձայները ծախելու կոնկրետ process է, որի արդյունքում Արտուր Բաղդասարյան 2008 թվականից հետո դարավ մի հատ մեծ կոնյակի գործարանի տեր ու հիմա ոսկեված համայնքում նույն ընտրությունն է, որտեղ համայնքի, որտեղ Արտուր Բաղդասարյանի կոնյակի գործարանն է գտնվում եւ որտեղ գործող գյուղապետը օրինակ երկրի տեխնացուն է եւ որի դեմ հանրապետական կուսակցությունը տեխնացու չի առաջադրել։ Օրինակ երկիր կամ հայկական վերածնունդ կոչվող կուսակցությունը այս ընտրական փուլում երկու գյուղում ունի գործող գյուղապետ, որոնք առաջադրել են իրենց տեխնացությունները եւ երկուսի դեմ էլ ոչ մեկի դեմ հանրապետական կուսակցությունը տեխնացու չի առաջադրել։ Ինչու՞։ Ի պատասխան
Սերժ Սարգսյանին մատուցած եւ մատուցվող ծառայությունների։ Հիմա շարունակենք շարքը, անցնենք ԲՀԿ-ին։ Մի րոպե։ Համառոտ, պիտի խնդրեմ, որտեղ այլ կարևոր հարցեր կան։ ԲՀԿ-ի բանը, ԲՀԿ-ի ուրեմն ֆեյքերը տարածում են, թե այ սեպտեմբերի 10-ի հանրահավաքին պետական հիմնարկներին հրահանգվել է, որ քաղաքացիական պայմանագիրը սեպտեմբերի 10-ին ժամը 19:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անում, սա ճիշտ է, մենք անում ենք հանրահավաք։ Եվ ինչ են ասում են հրահանգվել է, որ նրանք գնան քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանրահավաքին։ Ես հարց եմ ուզում տամ, Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական տեխնացուն, ԲՀԿ-ի տեխնացուն առաջարկում է, որ Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում տան, այդ առաջարկի հեղինակը ԲՀԿ-ն է։ Այսինքն ԲՀԿ-ն ամբողջ օրը Սերժ Սարգսյանի կներեք ոտերի տակա գծնում է, դրա արդյունքում պետական հիմնարկներին հրահանգում են, որ մեր հանրահավաքին գան։ Ես ընդհանրապես առաջարկում եմ, համոզված եմ, որ դիտողները մարդիկ, ովքեր կարդացել են այդ լուրը, հնարավոր չի պետական հիմնարկներում ծանոթ բարեկամ չունենան։ Ինձ մեկը գրել է, ներողություն, ինձ մեկը նամակ է գրել, ծանոթ մեկը, ասում է, լսի, սենց բան են ասում, ճիշտ է, ես իրեն ճանաչում եմ, ասում եմ, լսի, եղբայրդ էլ է պետական հիմնարկում աշխատում, հայրդ էլ է պետական հիմնարկում աշխատում, փոխանակ ինձ նամակ գրես, համակարգչի առաջից վեր կաց գնա հորդ ու եղբորդ հարցրու իրանց հրահանգվել է տենց բան, թե չի հրահանգվել, ինձ ինչ ես նամակ գրում։ Հիմա պարոն Փաշինյան, իհարկե այդ շարքը չսպառվեց, դուք նաև ժառանգության դեմ եք, այսպես հայտարարություններ արել որոշ ներկայացուցիչների։ Ես ժառանգության դեմ հայտարարություն չեմ արել։ Խնդրում եմ շատ ուշադիր եղեք իմ ես ասում եմ որոշ ներկայացուցիչների, չէ՞, ես ասում եմ։ Ժառանգության կուսակցության դեմ ես Համարում եք ժառանգությանը ընդդիմություն, որը կարող է լինել։ Ժառանգության մեջ կան մարդիկ, ովքեր այո համարում եմ այդպեսին, կամ մարդիկ, որոնց չեմ համարում այդպես։ Շատ լավ, պարոն Փաշինյան, մտավախություն չունեք, որ այսպես բոլոր ձեր ընդդիմադիր գործընկերներին այս կամ այն հարցում քննադատելով եւ կասկածի տակ դնելով նրանց ընդդիմադիր լինելու հանգամանքը։ Իմ ընդդիմադիր գործընկերը չէ եւ չի կարող լինել եւ չի եղել։ Արթուր Բաղդասյանը Սերժ Սարգսյանի ընդդիմադիր գործընկերն է։ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի ընդդիմադիր գործընկերն է։ Կառավարությանը վստահության քվե տվածները Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր գործընկերներն են։ Կուլիսների հետևում Սերժ Սարգսյանի հետ բանակցողները մանդատների շուրջ, չգիտեմ ինչի շուրջ բանակցողները Սերժ Սարգսյանի ընդդիմադիր գործընկերներն են։ Հիմա ստացվում է, որ քաղաքացիական պայմանագրից դուրս բոլոր քաղաքական ուժերը բանակցում են։ Ոչ, այդպես չի ստացվում։ Որոնք են այն ուժերը, որոնք ըստ ձեզ մոդելը ես ձեզ սկզբունքը ասեմ հետեւյալն է։ Ուրեմն այն քաղաքական ուժերը, որոնց վերաբերյալ կան այսպիսի կոնկրետ փաստեր, շատ կոնկրետ փաստեր, ես դրանց մասին արդեն ասացի։ Եթե երբ որ քաղաքական դաշտում լինեն եւ պարզվի կան ուժեր, ում հետ մենք ունենք ապագայի վերաբերյալ ռազմավարական եւ մարտավարական պատկերացումների ընդհանրություն, մենք նրանց հետ պետքա քննարկենք ոչ թե դաշինքներ կազմելու, այլ միաձուլվելու եւ մեկ ընդհանուր քաղաքական ուժ դառնալու խնդիրը։ Ընդ որում առանց որևէ նախապայմանի։ Կա այդպիսի մի ուժ, որին տեսականորեն այսօր տեսնում եք այդ կան ուժեր այդպիսի։ Անուն կարող եք տալ։ Ոչ, այսօր անուն չեմ տա, որովհետեւ պատրաստ է քաղաքացիական պայմանագիրը ինքը փոխի անունը եւ միաձուլվի այդ ուժին։ Ես ասացի առանց նախապայմանների, որովհետեւ ոչ այդպիսի նախապայման։ Դուք եք առաջադրում, ոչ էլ ցանկանում ենք, որ մեր առաջ այդպիսի։ Շատ լավ։ Այսպիսի հավակնություններ ունենալով, այլ հարց է դրանք լավ է դա թե վատ է, թերևս լավ է, վատ չէ, որ թեկուզ նորաստեղծ քաղաքական ուժը ունենում է մեծ հավակնություններ, բայց դա նաև մեծ պատասխանատվություն է, պարոն Փաշինյան։ Մտավախություն չունեք, որ հոկտեմբերի 3-ին կարող է մի իրավիճակ լինի, երբ պարզվի, որ դուք կրել եք ջախջախիչ պարտություն եւ այս դեպքում ձեր մեկ ընդդիմություն դառնալու հավակնություններին լրջագույն հարված կհասցվի 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Գիտեք, մեր տեսականում եւ գործնականում մեր հավակնություններին, մեր քաղաքական գործունեությանը կարող է հասցվել ցանկացած հարված, բայց ես կարող եմ մի բան երաշխավորել, որևէ հարված մեզ չի տապալի, որովհետեւ մենք շատ հստակ պատկերացնում ենք ինչ ենք անում, շատ հստակ պատկերացնում ենք ինչ ենք ասում, շատ հստակ պատկերացնում ենք թե ուր ենք գնում։ Մենք ասում ենք մի բան,
մենք գործելու ենք ժողովրդին մեզ տված մանդատի շրջանակներում եւ հիմա ես այստեղ կախման կետեր դնեմ, որովհետև դուք հիմա անդրադառնում եք թեմաների, որոնք մենք պետք է մանրամասնորեն վերլուծենք սեպտեմբերի 10-ին հրավիրվող հանրահավաքում, ես հիմա չէի ցանկանա այդ հանրահավաքի բովանդակությունը բացել, բայց մենք այսօր հանրությանը հուզող բոլոր հարցերին տալու ենք ամբողջական եւ լրիվ պատասխաններ եւ ելի եմ ասում մենք շատ հստակ քաղաքականությունը գիտեք ինչ քաղաքականությունը այս վերջերս մի հաղորդում կար Հենրի Կիսինջերը Ամերիկայի նախկին պետքարտուղարը այսպիսի մի ձևակերպում էր անում ասում էր որ շատերը չեն արձանագրում որ հաջողությունը ընդամենը նոր ճգնաժամի սկիզբն է եւ կարելի է նաեւ հակառակը ձևակերպել որ ցանկացած ճգնաժամ ընդամենը նոր հաջողության սկիզբն է խնդիրը այն չի թե ինչ կանեն ուրիշները խնդիրն այն է թե ինչ կանես դու ինչքանով ես դու հստակ հասկանում գիտակցում քո խնդիրը ինչքանով ես դու կարողանում հանրության հետ հետևողական երկխոսության մեջ մտնել որովհետեւ այսօր ասում են այ մարդիկ են իսկ սեպտեմբերի 10-ին ըստ ձեզ ազատության հրապարակը բազմամարդ կլինի ես կարծում եմ այո Շնորհակալություն պարոն Փաշինյան, սպասենք, տեսնենք, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր։